Թեժ տարերքը լիակատար կլանել է հին աշխարհը, ապոկալիպտիկ պատկեր է եվրոպական մի շարք երկրներում։ Օդի աննախադեպ բարձր ջերմաստիճանի պայմաններում Իսպանիան օրեր շարունակ տառապում է այս տարվա ամենախոշոր անտառային հրդեհից։ Որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հասնում է նույնիսկ մինչև 44 նիշի։ Երկրի կենտրոնական Գվադալահարա շրջանում կրակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նախորդ 3 օրերը սարսափելի էին, իրավիճակը մշտապես փոխվում է, առավոտյան թվում է քիչ թե շատ վերահսկում ենք կրակը, իսկ կեսօրին այն բոլոր ուղղություններով դուրս է գալիս վերահսկողությունից։ Քամին շատ փոփոխական է, չափազանց դժվար է սանձել կրակը։ Կրակը մոլեգնում է ավելի քան 26,000 հեկտար տարածքում։ Տեղական իշխանությունը ստիպված է եղել 28 քաղաքում բնակիչների զանգվածային տարհանում իրականացնել։ Ափի, չոր եղանակի եւ ուժգին քամիների պահպանման պայմաններում կրակի տարածման ռիսկը կտրուկ մեծացել է։ Շիճման աշխատանքները հիմնականում իրականացվում են օդից։ Ցամաքային գործողությունները գրեթե արդյունք չեն տալիս։ Աղետի գոտին աստիճանաբար վերածվում է լքված անմարդաբնակ տարածքի։ Եվրամիության մոնիթորինգային կենտրոնը հայտնում է, որ Իսպանիայում անտառային հրդեհները միայն այս տարի խշռել են 104,500 հեկտար տարածք։ Նման պատկեր է նաև հարևան Ֆրանսիայում։ Այս տարվա սկզբից անտառային խոշոր հրդեհները ոչնչացրել են ավելի քան 40,000 հեկտար տարածք։ Ֆրանսիայի օդերոթաբանական կենտրոնն ահազանգում է, երկրի 27 դեպարտամենտներում կրակի տարածման ռիսկը չափազանց բարձր է։ Վիճակի վատթարացմանը նպաստում են ուժեղ քամիները, տապն ու երաշտը։ Հարևանի տունը սկսեց այրվել, մենք սկսեցինք ջրով հանգցնել, սակայն հետո խուճապի մատնվեցինք, շատ անհանգիստ էինք։ Հրշեջները շարունակեցին աշխատանքը, իսկ մեզ հրահանգեցին հեռանալ, քանի որ վախենում էին մեր անվտանգության համար։ Հրդեհաշիջումն իրականացվում է օդից ու ցամաքից, աշխատանքին ներգրավվել են հարյուրավոր հրշեջներ։ Անտառային հրդեհների աշխարհագրությունը դուրս է եկել Ֆրանսիայի հարավային շրջաններից։ Առավել խոշոր հրդեհ է գրանցվել Փարիզից 70 կիլոմետր հարավ, Ֆոնտենբլոյի հայտնի անտառում, որտեղ մոխրացել է ավելի քան 2000 հեկտար տարածք։ Ֆոնտենբլոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ է։ Այն Եվրոպայում կենսաբազմազանության ամենախոշոր կենտրոններից է։ Հրդեհների պատճառով այստեղ տարհանվել է մոտ 1000 մարդ, փակվել են մայրուղիներ, չեղարկվել է երկաթուղային երթևեկը։ Հարավային կիսագնդում էլ տառապում են ջրային տարերքից։ Չիլիում առատ տեղումներն ու փոթորիկը հանգեցրել են առնվազն 10 մարդու մահվան, կան տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ։ 1000-ից ավելի մարդ տեղավորվել է ապաստարաններում։ Սարսափելի էր, որովհետև մարդիկ մահացան այս աղետի ժամանակ։ Ճիշտ է, մենք ֆիզիկապես չենք տուժել, սակայն սա բոլոր բնակիչների համար անդառնալի ողբերգություն է։ Հուսով եմ իշխանությունը խիղճ կունենա ու կօգնի մեզ։ Ամեն ինչ ավերված է, մենք էլ մոռացված։ Մեր հույսը միայն Աստված է։ Տուժածներից ոմանք էլ գոհ են, որ այս աղետալի պայմաններում բանակն ու հրշեջ ծառայությունները հասել են օգնության։ Տարերքի հետևանքով ավելի քան 2000 տուն լուրջ վնասվել է, 76 բնակելի շենք ավերվել է, 138,000 մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Հորդառատ անձրևներ են նաև Վրաստանի մայրաքաղաքում, հեղեղվել են Թբիլիսիի փողոցները, ինչի պատճառով քաղաքում տրանսպորտի երթևեկությունը դժվարացել է։ Տուժել է նաև հայտնի Հավլաբարի շրջանը, ջրի մեջ արգելափակված են մնացել մեքենաներ, վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Վրաստանի իշխանությունը զգուշացնում է սողանքների և սելավային հոսքերի մասին, վտանգի մակարդակը գնահատվում է միջին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։